Բարի կեսօր, սիրելի հետևորդներ ջան, հրաշալի եղանակ ա բացվել, արևը պայծառ ու օդը տաք, բայց արի ու տես, առավոտյան ժամերին անձրևային էր, երկինքը մռեթնաց, ամպերը դվեր էին եկել ես մեր սար ու ձորերի վրա, հետո աշունքվա կոթաշաղեր, քանի որ սոր շատ կարևոր օր ա, Նաև իմ համար առանձնակի, որ դա թևս արդեն ինձ մոտ ա, բայց արդեն ճանապարհել եմ իրան, գնացել ա հարսանիքի, իսկ թե ինչ կարևոր օր ա հիմա ասեմ, այսօր տոնն է, սիրելի հետևորդներ ջան, Շնորհ գյուղի տոնն է այսօր, առավոտյան ժամերին տաթևիս հետ զբաղվելով, բոլորով ինչ կարողացանք, ոչ ես, ոչ ինքը, գոնե 1-2 րոպե տրամադրել, ու ձեզ միանալ մի երկու խոսք փոխանակել, շատ կուզեինք, բայց գիտեք էլի, որ նման պահերին ինչ ա կատարվում, անընդհատ այդ ուղղությունով ենք տրամադրված լինում, մեր միտքը այդ ուղղությունով ա կենտրոնացած լինում, մի խոսքով գիտեմ, որ դուք ինձ շատ լավ եք հասկանում, որի համար շատ շնորհակալ եմ բոլորիդ, նաև որ անձրևային էր, մի քիչ էլ նեղված էինք, դե քանի որ գիտեք էլի, հարսանիքի ժամանակ գնում են եկեղեցի, ոտքով այդ մասերը գնում են, պտտվում են, ուզում են նկարվեն, մի խոսքով մտքներս շատ խառն էր այդ պահերին, մի քիչ էլ այդ խառը պահը նպաստեց, որ չկարացինք բարձր տրամադրությունով ձեզ միանալ, մեքենան անցնի, որ ձայնս լսեք, ու հիմա էլ այսենց լավ ու պայծառ օր ա բացվել մեր Շնորհ գյուղի կապույտ երկնքում, դե ոնց ասի, սիրելի հետևորդներ ջան, այսօր տոն է, այսօր Շնորհ գյուղիս տոնն է, երկար ժամանակ ա, դա արդեն նշում ենք ամբողջ գյուղով, համայնքով, ղեկավարները կազմակերպում են հնարավորինս ամեն բան պատշաճ ձևով ներկայացնել, բայց հիմա շտապենք տուն ու տնից զրուցեմ շարունակությունը։ Մի հատ տաթևիս ֆենը վերցնեմ ստեղից ու իմը միացնեմ, թե իհարկե սանջատված ա, նման դեպքերում, երբ որ օգտագործում ենք, թե ես թե ինքը, այս ծաղկամանի մեջ ենք տնում, երբ որ տաք վիճակում ալում չնայած, իր ֆենը, դե գիտեք, որ Dyson-ները ինչ ունակություններ ունեն հրաշալի, բայց իմ ֆենը օգտագործելուց հետո լավ տաք ա լինում, հիմա այստեղ տեղավորեմ ու կմիացնեմ, այս ֆենով ես չեմ կարողանում, սիրելի հետևորդներ ջան, քանի որ իմ ձեռքին սա է սովոր, հիմա սա տանեմ մի կողմ, այս կողմն տուփի մոտ, ու արդեն իմը կմիացնեմ, այս կողմից տեղի, ասեմ, որ դա թևս ինձ համար նաև մազերի ներկեր բերել, հասցրել եմ առավոտ շուտ մազերս ներկել, կարելի ասել 2 տոն փոխվել ա մազերիս գույնը, որից հետո դե լվացել եմ, արդեն չորանում ա, քանի շատ չչորացել, ուզում եմ խոնավ վիճակով արդուկել, որ այսօր իմ Շնորհ գյուղի տոնն է, ես էլ գնամ ու վայելեմ այդ տոնը, նաև աշխատանքի եմ, սիրելի հետևորդներ ջան, այդ ամեն ինչը պետք է համատեղեմ, այս կողմի վրա նայեմ, որ ձեզ էլ նայեմ, շատ լավացել ա մազերիս որակը, հրաշալի, գույնն էլ շատ դուրս եկավ, քանի որ միշտ իմ այդ գույնից, այդ ներկի համարից վերջերս չենք ճարում, թե ես, թե տաթևը, անգամ Երևանից այդ համարը չի ճարվում, արդեն այստեղ գանգրությունը, խոպոպիկները իր ձևն է ընդունում, Ճիշտ է, շատ մարդիկ ուզում են, որ իրենց մազերը խոպոպիկներով լինեն, գանգուրիկներով լինեն, դե մենք էլ գանգրահերներս հակառակ այդ ամեն ինչի, մենք էլ ուզում ենք հարթեցնենք, հատկապես իմ մազերը, հլա հիմա մի քիչ խոնավ ա, որ մի քիչ չորանում ա,
մի ուրիշ տեսքան ընդունում, ավելի է բարձրանում, объёմը շատ ուժեղ է իմ մազերի, դրանից ես ինձ շատ լավ եմ զգում, անհամբեր սպասում եմ, որ մի քիչ էլ երկարի, ու այդ շատ объёմի պահը, երբ որ շատ երկարում է, արդեն այդ ծանրությունից, նայ մազերս ծանրություն ունեն, հաստ է մազերից որակը նաև, սիրելի հետևորդներ ջան, իջնում է արդեն, հետո շատ ինձ դուր է գալի, դրա համար եմ տրամադրված, որ երկարացնեմ, հենց այս ձևով էլ ես ինձ դուր եմ գալի, կա չէ, սենց բան, որ մարդը առաջին հերթին պտի ինքը իրան դուր գա, վենելուց առաջ միշտ այսենց մազերիս հետ խաղում եմ, ինձ լավ եմ զգում, փառք եմ տալի Աստծուն, որ ինձ հենց այս ձևով է ստեղծել, այս տիպի մարդ եմ, թեկուզև ասենք կա չէ տենց բան, որ մարդը երբ որ ինքը իրանով հիանում է, դա ավելի շատ որակ է էլի մարդու ինքնազգացողության համար, երբ որ մենք նայելով հայելուն մեզ լավ ենք զգում, հիանում ենք մեր տեսքով, մեր արտաքինով, և ժպտում ենք հայելու մեջ ինքներս մեզ, արդեն դա չգիտեմ, յուրահատուկ զգացողություն է, սիրելի հետևորդներ ջան, որ պիտի ունենանք, այ թեկուզ հենց այս ձևով էլ մի հատ մատերս արանքով տանում եմ ու մազերս ձև է ստանում, բայց ուզում եմ հարթեցնել այս անգամ ու այս ձևով չթողնել, արդեն տաքանում է, մի քիչ էլ սպասեմ, շատ իմ սրտի է այս արթուկ ֆենը հարթեցնում, ու ես արդեն մյուս անգամ էլ եմ ասել, երբ որ այս մասին խոսում էի, ես իմ մազերի լեզուն գտել եմ, ու գիտեմ, թե ոնց պետք անեմ, որ այսքան բարձր объёմը իջեցնեմ, նստացնեմ, ու այս գանգուրիկները հարթեցնեմ, նրանով եմ ինձ նաև շատ երջանիկ համարում այս առումով, մազերիս առումով, սիրելի հետևորդներ ջան, որ ասենք որ պահին ուզեմ կհարթեցնեմ, որ պահին էլ չեմ ուզի, արդեն գանգուրիկներով կմնա, դուք էլ սիրելի հետևորդներ ջան, նայեք հայելու մեջ, ժպտացեք ինքներդ ձեզ, երբ որ մենք ժպտում ենք, այդ ժպիտը մեր ամբողջ մարմնին դրական էներգիա է փոխանցում և մեր մարմնի բջիջները ժպտալով մեզ առողջություն են պարգևում, մեզ լավ լիցքեր են պարգևում, մեր ուղեղի բջիջները ժպտալով ավելի լավն են մտածում, ակտիվանում են, ինչքան ասեմ կասեմ, սիրելի հետևորդներ ջան, բայց հիմա շտապեմ արդեն հարթեցնել, կադրից դուրս կհարթեցնեմ, քանի որ մի քիչ էլ շտապում եմ, եթե ձեր հետ այդ ամենը կատարեմ, որ մեծ հաճույքով կանեմ, գիտեմ պիտի զրուցեմ, բայց զրուցելով մտածում եմ ժամանակս կգնա ու վախենամ թե չհասցնել, դրա համար կադրից դուրս ես իմ գործն անեմ, հետո մեկ այլ ուրիշ օր այս գործով էլ ձեզ կմիանամ, համ կզրուցեմ, համ էլ ցույց կտամ, թե ոնց եմ այս կանխիտ ու գանգուր մազերը հարթեցնում, նաև շնորհակալ եմ իմ սիրելի հարևանուհուն Վահանիկի մամային, որ իր գործը թողնում է ամեն անգամ, երբ որ իր կարիքն եմ զգում, գնում եմ դիմում եմ իրեն ու իմ մազերը վերջերս ինքն է արդեն ներկում, առաջ երբ որ ես էի ներկում, ավելի կարճ էր, ես հեշտ էի լինում, կարողանում էի ամեն մի մասը արմատից սկսած այդ արանքներով կարողանում էի ինքս ներկել, որպեսզի շատ գեղեցիկ նայվի, բայց հիմա արդեն վերջերս ես արեցի ու տեսա, որ չէ, միտեղ ներկվում է, միտեղ մնում է, ու դրա համար իմ Վահանիկի սիրուն մայրիկն է ներկում իմ մազերը, ահա, շատ սրտովս է, Գայ ջան, ապրես դու, ապրես շատ մանրակրկիտ, ամեն մի մազը ներկված է, գիտեք, որ սպիտակ մազեր կարելի ասել չունեմ, սիրելի հետևորդներ ջան, միայն այս երկու կողմը թեթևակի սպիտակ մազեր են երևում, դե արդեն սպիտակ մազն էլ մեր ապրած կյանքն է,
Մեր երբեք չեմ ուզում ասել, դե տարիքը գալիս է, տարիքն իրան նանում է, բայց այդ տարիքի հետ նաև շատ հարցեր կա, որ նաև գենետիկա կա, գենետիկան է խոսում, մամայիս, պապայիս մազերն էլ շատ ուշ սպիտակել, և ոնց որ թե ես էլ այդ լավ բանը ժառանգել եմ, շնորհակալ եմ իմ ծնողներին, շնորհակալ եմ Աստծուն, որ ես այսպիսին եմ, սիրելի հետևորդներ ջան, շատ ուրախ եմ, Տաթևիս հետ լավ ժամանակ եմ անցկացրել, թեկուզ և շատ ուշ ժամի եկավ, կես գիշերն անց էր, ժամը 2 անց էր, որ եկավ, ոչ թե ենք խմել, ոչ սուրճ, միայն կարոտած սրտով զրուցել ենք, այդ քաղցրավենիքները դեռևս չեմ հանել, դեռ ամբողջը այդ տոպրակի մեջ է, մենակ լավաշն եմ հանել, քանի որ շատ տաք էր, ու այդ լավաշի հոտը վայրկյանապես տարածվեց տնով մեկ, Տաթևս էլ որ եկավ, տեսավ տունը տաք է, դրանից էլ ավելի իրեն լավ զգաց, և ավելի ջերմությունը մեծանում է, չէ՞, նման դեպքերում, երբ որ մեր երեխաները, մեր հարազատները հեռվից, դրսից գալիս են ու տանը ջերմություն են տեսնում, դե ճիշտ է, հիմա այդ գազի պեչով եմ տաքացրել իմ տունը, բայց դա էլ ենք, չէ, մենք անում, մենք ենք ջերմացնում, մի խոսքով լիքը լավ բաներ, և սիրելի հետևորդներ ջան, նույնն է ձեզ եմ ցանկանում, ինչպես միշտ, ես միշտ ուզում եմ, որ իմ բոլոր դրական էմոցիաները, իմ դրական էներգիան բոլորիդ փոխանցել, սիրելի հետևորդներ ջան, լավ, ես արդեն անցնեմ գործի, հիմա, երբ որ կպատրաստվեմ, գնալու եմ աշխատանքի, և արդեն ժամով նշված է, կարծում եմ ձեզ էլ հանդիպած կլինի Facebook-յան էջերում, քանի որ նաև հիմա բոլորը այդ ամեն ինչը տարածում եմ ամեն մի գյուղ, ամեն մի քաղաք իր այդ էջը ունի, կարծում եմ հանդիպած կլինի թերթելու ժամանակ, միգուցե կանգ եք առել հիշելով ինձ, որ ես Շնորհ գյուղից եմ, ձեր Անուշկային եք այդ պահին հիշում, սիրելի հետևորդներ ջան, կարդալով Շնորհ գյուղի անունը, մի խոսքով լիքը լավ բաներ ու ձեզ էլ այս պահին օդային պաչիկներ, ես սկսեմ իմ գործը, տես աղցիկն էլ մի կողմ տանեմ, որ կարողանամ արդեն առանց զրուցելու գործս անել, Սիմա, չես գանի տուն հետս, պս, արի Սիմա, ցուր տարի, պս, դելով, դուրը կիսաբաց թողամ կարող, փոշմանի գա, կշերվան կես կտրեց սիրելի հետևորդներ ջան, Շնորհի տոնից նոր եմ տուն գալիս, մի հատ դամաշնիկներս հագնեմ, եկել եմ տուն, իմ դրսի կոշիկները փոխել եմ, մի հատ տուն հագելով ցուր տա քամիսառնա, հետո թռել եմ ճուտիկներիս ու հավերիս դուրը փակելու, սունկես էլ ստեղ էի դրել, հիմա վերցնեմ, քանի որ նվերներ ունեմ ստեղ, բայց մի պահ էլ ստեղ թողնեմ, ցույց կտամ, չգիտեմ, հիմա ցույց տամ, թե մյուս վլոգիս մեջ ցույց տամ, բայց երևի հիմա ցույց կտամ, մի քիչ էլ կխոսամ այդ ամեն ինչի մասին, հրաշալի ժամանակ անցկացրի, թե ես և թե իմ գյուղի ժողովուրդը, մեծ թե փոքր, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն այսօր համ շատ խոսել եմ, համ շատ վազքի մեջ եմ եղել, համ աննկարագրելի ուրախության պահեր եմ ունեցել, լավ մարդկանց եմ հանդիպել, լիքը ասելիքներ ունեմ ձեզ, սիրելի հետևորդներ ջան, բայց այն ոնց ասած, ոտի վրա կարում չեմ կենամ, դե գիտեք էլի, այս վլոգերների օրն էլ օր չի, շանպես վազում ենք ու եսօր այդ օրն եմ ընգել, չէի ուզում ոչ մի բան բաց թողնել, ամեն բան ուզեցի, որ տեղը տեղին, նկարահանումներս կատարեմ, ոչ մի բաց թողում չունենամ, քանի որ տարբեր տեղեր էր այդ ամեն ինչը կայանում, թե մեր գեղը շատ վենձ է էլի, միշտ էլ ասել եմ, Սիրելի հետևորդներ ջան, ճիշտ ասում եմ, այդքան շատ բեզարած եմ, բայց թելախրը մի երկու բան ասեմ էլի, սոր հասցրել ա նաև անձրևել գա, սաղիս էլ մի լավ դրչել ա այս տոնորով,
Անձրևն էլա շնորհավորել էլի, ես հենց եմ ասում, ուրեմն ձեքելահան, որ ես վիկացա շուտ, դե տա թևս էլ շուտ վիկացավ, արդեն գիտեք, որ պետք է գնար հարսանիքի եւ այլն, տենց պատրաստությունների համար, դե մի բան էլ շուտ ենք վիկենում, ինչքան էլ ուզում ակ շերվա 1000-ին քնած ենք քլում, բայց թե շուտ ենք վիկենում, էլի։ Հետո որտե հանք դե հենց ամբուչանգը կապելա, այդ ամբերը դվեր են եկել այդ մեր Սարուձորի վրա, մենք էլ մռթնեցինք ու չկարացինք, որ ձեզ միանանք, այդ արդեն ասել եմ, շատ եմ բեզարած, կարող ա մի ասած բանը մնել ասեմ, լավ, սենց մի հատ մտքերս կենտրոնացնեմ, որ չեմ սիրում էլի, որ մի բանը 100 հետ ասեմ, էլի, որդի մնացի, հա, անձրևը որ եկավ, դե շորս մի քիչ նենց հակա, բայց ես էլ հակա, ասի եթե ռգնետ ցուրտ կլի, ես մեջկս տակ կպահի էլի, կապիշոնն էլ չէի մտածել, որ անձրև կգա, դե կապիշոնն էլ կքաշեմ, եթե անձրևի թենց պահել էր, հաստատ ես իմ զոնտիկը կվերցնեի հետս, բայց ընդհանրապես անձրև գալու միտքը չկար երկնքումը, դե հենց էլի այսքանի օրա միամիտ անձրևը վրա է անում, հետո ես նկատել եմ, որ չիմ էտ են նկատել, սենց որ ասում ենք, ის անձրևն էլ միամիտ գալիս ա, սենց, մեզ խապսն ա տալի, դե թենց պետք ա կատակ մատակ անենք էլի, որ ամեն ինչը սենց հումորով ենք մտիկանում, թեթև ենք ապրում էլի, սիրելի հետևորդներ ջան, հա, եկել եմ սհեն շատ մոդիկ եմ կանգնել ձեզ, քանի որ պեչը էս կրանն ա, համ ձեր հետ խոսում եմ, համ էլ տքանում եմ, ասեմ, որ թե ոնց այլել միացրած էի թողել, բայց բախտս բերուց ընդի, որ մինչև վերջ չէի միացրած, ուղղակի եկա դուռ բացարի, դե հա որ տունը լավ տաքա ու թեթևակի այդ պեչի միջին գազի բոցերը ըրևում ա, համ ուրխացա, համ նեղվեցի, քանի որ հենց վախտերը, որ տանից դուս ենք գալի, անջատում ենք էլի, մտհամ թե խնայում ենք, բայց որ եկա տե հա տունը տաքա, նենց ուրխացա, ասի հա դե լավ, սաղ մտահանարի այդ խնայելա բանա, մի խոսքով սիրել հետևորդներ ջան, հմի որպիսի իմ զրիցնին շատ իրար չխառնեմ, հա, չմոռանամ ասեմ, որ նվերներից խոսք ընկավ, ասեմ ինչ նվերներ եմ ստացել, էդ էլ կասեմ ու, հա, վերջը անձրևն էլ եկավ շնորհավորեց, ով կապիշոն ուներ իմ նման կապիշոնը դրուց, մինն էլա համարյա զոնտիկ չէին բերել, վերջերում նրևած այդ զոնտիկնին, էդ էլում տունը մոդիկ էր, երևի մի սատ գնացին վիկալան էկան էլի, բայց թե մի դե որ տանեմ կապիշոնս հանեմ, մազերս պահել ա էլի շատ չի թրջվել, պոչիկ էի արել ստեղ, մի խոսքով այդ կարևոր չէ այդքան էլ արդեն տանն եմ, երբ որ տուն ենք գալիս արդեն տունը այն վայրն ա, որ առավել մեզ հանգիստ ենք զգում, բայց քանի որ ստեղ էլ իմ նվերը երևաց, չմոռանամ այդ նվերներից էլ խոսել, սիրելիներս, ահա, այս առաջին նվերն ա, որ այսօր ստացա, սա շատ հետարքիր պատմություն ունի, ստեղ գրած ա հաղ շնողնեցի, բա այնքան ուրախ եմ, այնքան լավ անցել, սիրելի հետևորդներ ջան, հմի այն մի երկու նվերներ ցույց տամ, հետո նոր արդեն մի քիչ նստեմ հանգստանամ ու տենամ վլոգս ոնց եմ ավարտում, դե ոնց ասի, զրիցնին շատ իրար չխառնեմ էլի, մի քիչ հանգստանամ, որ կարենամ այդքան շատ կատարած իմ նկարահանումները հանգիստ վիճակով մի հատ վերանայեմ, տենամ որը որից հետո եմ տեղադրում մոնտաժային աշխատանքների մասին ա խոսքն էլի դե, հա, ասում կեզ վերցնեմ ուրեմն, այսենց բացեմ, ձերքիս էի պահում, բայց այդ անձրևը, որ սկսեց գալ, չգիտեմ էլ թե որը որ անկյունում եմ դրել, հա, այս մեկ, այս մանստևի ջրվեժն ա, սիրելի հետևորդներ ջան, բայց մյուս կողմը ուրիշ բան կա, գրություն ա գրած, չգիտեմ հմի պատմեմ, թե հետո պատմեմ, ախր շատ եմ է բեզարած, կարող ա էլի մի քիչ լավ չպատմեմ, հավեսով չպատմեմ էլի, կհանգստանամ, հետո հավեսով կպատմեմ, հմի մենակ շանս տամ էլի, այս մեկն էլ են մի նվերս ա, Սունկես էլի այս կոմ դնեմ հլա, այ, այս էլ են մյուս նվերս ա, սիրել հետևորդներ ջան,
փայտի ցա, փայտի վրա դաջածա ու շնող ա գրած, երկու կողմից էլ նույն տեսարանն ա, բռիլոկ ա սարքած, այստեղ էլ մեր շնողը դե միշտ ասել են, որ շատ զարգացած գեղ ա, գեղ չի է, գեղ, քաղաք ա, քաղաք, ինչ քաղաք, Փարիզն ա, Փարիզը, ամեն ինչ էլ կա, արմատ ակումբել ունենք, այս արմատի երեխաների նվերն ա, հատուկ, մի խոսքով, լիքը ասելիքներ ունեմ, այս նկարը, որի վրա նկարված ա մեր մանստևի ջրվեժը, այս էլ ու այս զարդն էլ հաղշնողնեցի, այս քանի մստացած նվերնի շատ սրբորեն եմ պահելու, սիրելի հետևորդներ ջան, այս զարդն էլ կհանեմ, քիչ անց կհանեմ ու արդեն իրար հետ միտեղ սիրուն ապահով կպահեմ, բայ աստված ջան, են ինչ վիճակ էր, էլով մտիկաներ, ում մազն ա սարքած, ում մազը չի սարքած, պոչիկս էլ հանեմ, բացեմ, էլ էնում պետք էր, թե ինչ հալում, ինչ չի իլում, անձրևը վերնուս գրգռալ էգեր, մենք էլ էտ անձրևի տակին ուրխան էինք, երգիչներ էին հրավիրված, էտ էլ կասեմ մանրամասը ու մի խոսքով ընտիրություններ ամեն բան, դե ինձ սիրելի հետևորդներ ջան, էլ կարում չեմ զրից հանեմ ձեր հետ, մի քիչ նստեմ հանգստանամ, հետո վլոգիս համով ավարտ կտամ։ Որոշեցի մի հատ կոֆե խմեմ, մի քիչ կթարմանամ, ճիշտ ա ուշ ժամա, ջուրը լցրել եմ, հիմա էլ կոֆեն լցնեմ, տաթևս հարսանիքի ա, դեր չի եկել, գիտեք որ հարսանիքները ուշ են վերջանում, սիրել հետևորդներ ջան, այսենց սպասեմ կոֆեիս էպի, հետո էլի միանամ ձեզ։ Միացեք իմ կոֆեի ժամին, սիրելի հետևորդներ ջան, եթե դուք էլ իմ նման ձեր օրը շատ հագեցած անցել, եթե կոֆեի սիրահար հարչեք, կարող եք թե խմել, անջատ եմ ու տան եմ լցնելու, գնացինք։ Ստեղ եմ իմ կոֆեն խմելու, նվերներս էլ շարել եմ ստեղ ու դեռ հիանում եմ։ Ես եկել եմ տեղավորվել ստեղ, կոֆես համ կվայել եմ, համ էլ տաթևից բերած այդ շոկոլադները, քաղցրավենիքները կդասավորեմ։ Այս մի կողմ, քանի որ դեռ շատ ա տաք, դասավորություններ տամ իմ շուրջը, այս սիրուն ռոկոկո վազայի մեջ եմ ուզում լցնեմ, սիրելի հետևորդներ ջան, այս ամենամեծն ա, այս տիպի 4 հատ ունեմ ու թենց հավաքել եմ, մեծ, փոքր, միջնյակ և ավելի փոքր, անցանք, տաթևից բերած քաղցր շոկոլադները, տեսնենք ինչ ա բերել, և այսպես, եկեք իրար հետ տենանք, թե տաթևս Երևան City-ից ինչ էր ա բերել, այս ճրճրան տոպրակը հետ եմ քաշում, եթե մեջին համով բան էր ալինում, կամ էր սիրուն հագուստ ալինում, այս ճրճրոցները շատ դուրեկան են լինում, այսպես, ես իհարկե ժպտում եմ, սիրելի հետևորդներ ջան, և ուզում եմ դասավորություններ տալ, որ դուք էլ այս պահը լավ ինձ հետ վայել եք, ահա մոտեցրի, բայց ես ճիշտ կանեմ մի կողմ կոֆե վայել եմ ու նորը սկսեմ, քանի որ արդեն կոֆեի հոտը գրավում ա ինձ, ես էլ դե հոգնած եմ։ Այսենց, ես է մի կողմ, ես մի քիչ էլի այս կողմ եմ տեղափոխվում, ոյ, բացենք միասին,
սկսենք։ Այս մեկից, ահա խնդրեմ։ Այս մի համովություն, այս սրանց համար աման չեմ բերել, կվերցնեմ, կտանեմ, դարակում կտնեմ, սիրել հետևորդներ ջան, մի հատ էլ այս մեկը, գունեղ համովություններ ա բերել իմ տաթևս, ահա, ընդհանրապես նման դեպքերում փոքր երեխայի պես ուրախանում ենք, չէ՞։ Ահա։ Շատերից ծանոթ կլինի, որ այսպիսի փաթեթավորում են անում սիթիներում, որը ավելի է գրավում մարդկանց։ Հիշում եք, որ այս տիպի ամանների մեջ ինչքան ամփուշ մոշ եմ սառեցրել ձեր հետ միասին, հնիկ ես էլ շատ զգուշորեն ուզում եմ բացեմ, որ այս ամանները էլի պահեմ նման բաների համար։ Ահա։ Մի հատ այս ամանելը դատարկեմ ստեղ, նատենակ քանի հատ կա մեջը, 1, 2, այս 4, 6, 7 ու 9 հատ, այս էլ ես մի կան, և առաջ, ահա, բացում եմ, ձեզ էլ հավեսի եմ բերում, այս հաշվելով դատարկենք, հա, 2, 4, 6, 8, 9, հավեսով, այսպես, ինչ ունենք այստեղ, սա արդեն չեմ խառնի այստեղ, սրա համար առանձին աման կվերցնեմ, առայժմ մի կողմ, այս ինչքան հետարքիր կոնֆետներ ա բերել է, տաթևս իմ համար սմայլիկներ ա, մի հատ բացենք, ուրեմն այսօրվա հոգնածությունս արդեն կորչում է, հատկապես, որ իմ բլոգին քաղցրավարտ եմ ուզում տալ, սիրելի հետևորդներ ջան, սրանք շատերի ծանոթ կլինի, թե ինչ համովություն է, ահա, ես էլ եմ այստեղ լցնում, առանց հաշվելու, քանի որ շատ է, թե չէ որ շատ հաշվենք, կարող է, արդեն քնենք, ահա, այսենց, ջան, ժամին չեմ նայել, բայց մի հատ թեքվեմ պատիժամացույցին նայեմ, ժամը 11-ն է, տաթևս դեռ ուշ կգա, այստեղ էլ է շատ, և չեմ հաշվում, ու էլի լրիվ, այստեղ, օպա, թրջկոտում են կոնֆետները, մի կում սուրճ, մի կում կոֆե, ջան, մնաց 2 տուփ, սիրելի հետևորդներ ջան, ու իմ ռոկոկո վազան լցվեց, այսպես, այս էլ չենք հաշվում, մի հատ էլի տակի երես եմ անում, ու այս մեկը, տոպրակները շատ ամուր են, պահում եմ, սիրուն կծալեմ ու կպահեմ, և սկյուռիկները, տաթևս գիտի էլի, թե ինչ եմ ավելի շատ սիրում, այս ամենան ներքևում ա դրել, որ մինչև բացելով հասնեմ ներքև ու էլի ուրախանամ այս իմ սիրելի սկյուռիկներով, ահա, սիրում, ահա սիրելիներս այսպիսի լեցուն հագեցած օր ունեցա,
Եվ ուզեցի անպայման ձեզ միանալ ու իմ ուրախությունը կիսել։ Այստեղ քանի հատ աման ունեցա ես, ես էլ հաշվեմ, ուրեմն 2, 4, 6 և 7, ահա, ես մի կոմ, ես պահին սա չեմ ուզում դատարկեմ, սիրելի հետևորդներ ջան, այլ ուզում եմ նստեմ ու իմ կոֆեն վայելեմ, ես էլ այստեղ, նվերներս էլ այստեղ, սրանք կդառնան քաղցր հուշ, այսօրվա համար։ Տունը լավ տաք է, Սիման դեռ տուն չի եկել, որսի ա գնացել, տաթևս էլ դե հարսանիքի ա, կոֆես կխմեմ ու կհանգստանամ, կոֆես կխմեմ ու հանգիստս կվայելեմ ու կսպասեմ տաթևիս գալուն։ Այսօրվա օրը մեզ դասավորվեց, սիրելի հետևորդներ ջան, որ տաթևս գնաց հարսանիք, ես էլ գնացի շնորհի օրը տոնելու բոլորի հետ և ձեր հետ։ Իսկ իմ այդ նկարահանումները արդեն դուք կտեսնեք վաղը չէ մյուս օրը, սիրելի հետևորդներ ջան, այսինքն այս վլոգը կտեղադրեմ վաղը, իսկ մյուս օրը արդեն շնորհի տոնին նվիրված իմ նկարահանումները։ Այս պահին էլ բոլորիդ բարի դիտում եմ ցանկանում, այս շամին։ Հիմա ինձ ինչ է մնում, որ իմ կոֆեն վայելեմ, հանգստանամ, հետո սպասեմ իմ տաթևի գալուն։ Որոշ ժամանակ անցել, սիրելի հետևորդներ ջան, և տաթևս ա եկել։ Ու իմ քաղցր սեղանին ավելացել է հարսիկի պարացրած կաթան, ահա, ինչքան սիրուն ա չէ, փաթեթավորած, նաև տարոսիկ, հարսուփեսայի, բայց քանի որ հարսուփեսայի անունը գրված է, դրա համար տարոսիկը այս կողմից եմ ձեզ ցուցադրում, ահա, սիրելի հետևորդներ ջան, և արդեն բոլորի բարի գիշեր եմ մաղթում, մինչ հաջորդ վլոգ։